Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է շուրջ 3000 բնակիչ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ երկկողմ բանակցություններ անցկացնել։ Երկուշաբթի ռուսական պետական հեռուստաընկերության եթերում Պուտինն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ դրական է վերաբերվել խաղաղության ցանկացած նախաձեռնության։ Ռուսաստանում Վլադիմիրի մարզի զորամասերից մեկի տարածքում պայթյուն է եղել, պատճառը զինամթերքի պահեստում բռնկված հրդեհն է, տուժել է 4 մարդ։ Թրամփը հեռախոսով զրուցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Կողմերը քննարկել են տարբեր թեմաներ, այդ թվում երկկողմ առևտուրը եւ Իրանի հետ հարաբերությունները։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև փորձագիտական մակարդակով բանակցությունները տեղի կունենան ապրիլի 26-ին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը ապրիլի 25-ին կայցելի Ադրբեջան։ Էմանուել Մակրոնն ուսումնասիրում է ազգային ժողովը լուծարելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը արդեն այս աշնանը, քանի որ միջազգային ասպարեզ վերադառնալը նպաստում է Ֆրանսիայի նախագահի ժողովրդականության աճին երկրի ներսում։ Մակրոնը վերջին շաբաթների ընթացքում նման սցենարի վերաբերյալ խորհրդակցել է իր ներքին շրջապատի որոշ անձանց հետ, ըստ քննարկումներին ծանոթ աղբյուրների։ Քննարկումները եղել են խորհրդարանական բնույթով եւ որևէ որոշում դեռ չի կայացվել։ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զինված անձին քկրակ են բացել զբոսաշրջիկների խմբի վրա։ Հաղորդվում է առնվազն 27 զոհի եւ 17 վիրավորի մասին։ Հարձակումը տեղի ունեցել Բայսարանում լեռնային մարգագետնում, որը գտնվում է Փահալգամ տանող հիմնական ճանապարհից մի փոքր հեռու։ Տեղացիներն այս վայրը երբեմն կոչում են տեղական Շվեյցարիա եւ այն հաճախ օգտագործվել է հոլիվուդյան ֆիլմերում։ Այստեղ կարելի է հասնել միայն ոտքով կամ ձիով։ Ադրբեջանը եւ Չինաստանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել, ըստ այդմ Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում, այդ թվում տիեզերքի հետախուզման, կանաչ էներգետիկայի զարգացման, մտավոր սեփականության եւ թվային տնտեսության ոլորտներում։ Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի հարավում ոչնչացրել է Հեզբոլլա շարժման Մաջդալ Զուն ռազմական համալիրի հրամանատարին։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։